հաղթահարած է թրքական արշավանք, Գյումրին հաղթահարած է թրքական չարտ, Գյումրին հաղթահարած է երկրաշարժ, Գյումրին ծնած է հերոսներ և մշակույթի ռահվիրաներ։ Ուրեմն շատ բնական էր, որ Կարոս Ասունիի երբարի նման արձան պիտի ցեղեցնել Գյումրիի մեջ։ Գալով վերջին հարցը, որ ինչու այս օրերուն 150 տարի անց տարածաշրջանի աշխարհակաղակական պայմանները չեն փոխված, Թուրքի ախորժակը չէ բավարարված, և այս խոսող արձանը հայացքը դեպի Արևմտյան Հայաստան պիտի ելնա ներշնչող հաջորդ սերունդներուն և պիտի դաստիարակե և ուղղե մեր նոր ղեկավարությունը, որպեսզի պետականաշինությամբ զբաղվի և ամենակարևորը երբեք չի ձրի և բարձր վայ մեր պատիվը։ Շնորհակալություն։ Այս տեսակ միջոցառումը ես չեմ ուզում հիմա համեմատություն անել, բայց պիտի շատ բարձր պետական հնչեղություն ունեցող իրադարձություն լիներ, որովհետև այդ կշռի մարդ է Կարոս Ասունին։ 30 տարի 20 տարուց ավելի ազգային ազատագրական պայքարի մեջ եղած, պետական շինարարությանը մասնակցած, կռիվներին մասնակցած և մնացած կյանքը սփյուռքահայությանը, Սփյուռքում հայության փրկությանը նվիրած անձի մասին է խոսքը։ Իմիջիայլոց իր կենսագրությունը, այդ հերոսական կենսագրությունը հավանաբար գիտեք, սկսվում է դեռ իր ծննդից առաջ, որովհետև իրենից առաջ Սասունում նշանավոր էր իր մայրը, Աննա Մայրիկը, որի անունը դրվում է մեր մեծ ֆիդայիների կողքին։ Հիմա այսօրվա երևույթը ես համարում եմ այսպես խորհրդանշական վերադարձ, հերոսի վերադարձ հայրենիք։ Դժբախտաբար մեր պատմությունն է այդպիսին, մեր չար բախտն է այդպիսին, որ հաճախ հայրենասերը, ազգային նվիրյալը ամբաստանվել է որպես դավաճան, իսկ դավաճանները հերոսացվել են որպես հերոսներ։ Բայց հենց այսօրվա այս երևույթն ասում է, որ միևնույն է, պատմությունը, իրականությունը կարելի է կեղծել ժամանակավորապես, բայց անհնար է կեղծել, փոխել մշտապես։ Եվ Կարոս Ասունու վերադարձը Հայաստան սրա մեկ այսպես շատ ցցուն, շատ կարևոր ու լավ արտահայտությունն է։ Միսակը 3 կարևոր խորհրդանիշ է դրել քանդակի մեջ, դա նրա ծխամորժն է, որը մտածելու և խոհելու հնարավորություն է տալիս շարֆը, որը ծփում է մակուրոտից ազատության խորհրդանիշը և ցուցամատը, որը խոսում է այն մասին, որ նա իշխանավոր է։ Այսինքն 3 կարևոր կետ կա քանդակի մեջ, որոնք դարձյալ մենք պետք է հիշենք, որպեսզի փոխանցենք մեր սերունդներին։ Օգտվելով առիթից խոսափողը ուզում եմ տրամադրել Կարոս Ասունիի աշակերտ Նշան Փալանջյան ջեմարանի նախկին տնօրեն Տիգրան Չիմբաշյանի։ Սասունիները մեր սերունդներուն համար դժբախտաբար և դեշին սերունդներն են շարժուն Հայաստան էին, Հայաստանի ներկայությունը Հայաստանեն դուրս։ Կեցե Կարոս Ասունին։ Եվ ինչն է, որ մեզ այսօր միավորել այստեղ հավաքվել ենք այս առիթը միասին տոնելու, որ մարդ է, ով որ այդ տառապանքը ունենալով հանդերձ կարողացել է նաև այդ տառապանքը, ճարճարանքը հաղթահարելով հայրենիքի նկատմամբ իր սերը ցուցաբերել և նաև իր կատարած աշխատանքով, ծառայությամբ, նվիրումով կարողացել է մեզ բոլորիս համար դարերի մեջ, արամյանների մեջ օրինակ լինել։ Եվ մենք մեր հայացքը երբ որ ուղղում ենք որևէ մեկի արձանին, հենց դա ենք տեսնում, թե այդ անձնավորությունը ինչ ժառանգություն է թողել, ինչ խրատ է թողել, ինչ մոտեցում է թողել մեզ հասկանալու համար, ավելի շատ սիրելու համար մեր երկիրը, մեր եկեղեցին։ Նրանին քանած ճանապարհները, որոնք շատ անգամ Շիրազեն անցան, շատ անգամ Երևաններ անցան, Արաքածեն անցան, Մասիսի քաղաքներ անցան, Բաքրևան Տուվանեն անցան, Մուշ Սասունեն անցան,
Բռնեց սասունցի տարեկի լման ճամպան հալեր ու միջնարակեր յորուտ ու տարիս հայ ժողովրդի գորով, հայ ժողովրդի զենքը, հայ ժողովրդի միտքը ներկայացնող ուժը կազմակերպություն։ Դուք դրեք կանոնանուն դաշնակցություն, դուք դրեք անուն դիտարություն, ապրումը դուքին կա, ազատությանը դուքին կա։ Եթե երբեք 45 տարի առաջ ես խոսեի այս բեմեն, բայց չխոսեի Երևանի պարլամենտի բեմեն, ես ձեզի միտիսեի, միացյալ անգախ Հայաստան, հայկական պանավները, Մասիսի կակատեն դեպի անտին գնային, ձեր հասարակ ընկերը, ձեր հասարակ բարեկամը, որ այսօր հայությունը գծգդի վերականգնալ մինչև 45 տարի, մեզ սնել իր հայրենիքը, գնանց թափանցեց Հայաստանի ժողովուրդի մեջ և Հայաստանի ժողովուրդը նույն զգացումներով տոկորվեցավ Երբեմն գհաշտվի, բայց կքալենք 75 տարի։ Ու հա, այդ կազմակերպության հիմնադրության օրերեն